Պարոն Պողոսյան, երեք Խոջալու կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը կրկին սպառնալից հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի վերաբերյալ, այն է Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմանները ընդունելն է եւ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է։ Փետրվարի 28-ից 29-ը Բեռլինում նախատեսված են հայ-ադրբեջանական բանակցություններ։ Ինչին է միտված Ադրբեջանի այս վարքագիծը հայ-ադրբեջանական բանակցություններին ընդառաջ։ Սա իրականում բավականին ծանոթ ձեռագիր է եւ բոլորովին նորություն չէ Ադրբեջանի թե քաղաքական վարքագծի մեջ, թե իշխանական վարքագծի մեջ, եւ եթե առհասարակ դիտարկելու լինենք Ադրբեջանի քաղաքական խոսույթի իշխանությունների, ապա կնկատենք, որ իրենց համար կարևոր բաղադրիչ է եղել եւ մնում ուժի սպառնալիքը կամ ուժի ուղղակի գործադրումը։ Եվ սա կախված է իրականում հանգամանքներից, ինչպիսին են հանգամանքները, արդյոք այդ հանգամանքները թույլ են տալի ուժի ուղիղ կիրառման, թե այդ հանգամանքները թույլ են տալի մինչև ուժի սպառնալիք։ Ցավոք սրտի Հայաստանի ներկա իրավիճակը, Հայաստանի իշխանությունների վարքագիծը թույլ է տալիս ադրբեջանական իշխանություններին հույս ունենալ, որ այդ վարքագիծը լինելու է արդյունավետ եւ այսպես կոչված պրեսինգը աշխատելու է Հայաստանի իշխանությունների վրա։ Գոնե մինչ օրս մենք տեսել ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հռչակել են կարմիր գծեր եւ յուրաքանչյուր անգամ Ադրբեջանի իշխանությունների կողմից այսպես պրեսինգային քաղաքականության արդյունքում կամ ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը սկսել է փոխել իր կարմիր գծերը, այսպես եթե պատկերավոր ասենք, անընդհատ քայլ առ քայլ հետ նահանջ կատարել իր հռչակած կարմիր գծերից։ Սա ինքնին թույլ է տալիս Ադրբեջանին հույս ունենալ եւ վստահ լինել, որ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության կողմից հռչակված կարմիր գծից հետո կարելի է ուժային պրեսինգի միջոցով հասնել նոր զիջումների եւ հասնել, այսպես ասած, իր ռազմավարական նպատակներին։ Փաստացի այս դեպքն էլ այդ շարքին է պատկանում եւ բանակցություններից առաջ այդ քաղաքականությունն են կրկին վարում։ Գիտեք, սա ունի եւ մի քանի ասպեկտ, այստեղ մենք պետք է առանձնացնենք, թե ներքին, թե արտաքին։ Նախ պայմանները, ինչպիսի պայմաններում էր այս հայտարարությունը կատարվում։ Այստեղ չափազանց կարևոր էր 1994 թվականից հետո կամ քաղաքական մեջ մտած առաջին Արցախյան պատերազմից հետո ուրեմն ձևավորված այն քաղաքական կոնյունկտուրան եւ այն մտածողությունը ադրբեջանցիների մոտ, որ իրենք կոտրված են, որ իրենք պարտված են եւ այլն, սա վերափոխման խնդիր է դրել իր առջեւ այսօր Ադրբեջանի իշխանությունը եւ հետեւողականորեն յուրաքանչյուր գործընթաց փորձում է ծառայեցնել կամ յուրաքանչյուր առիթ փորձում է ծառայեցնել այսպես կոչված Խոջալուի իրադարձությունները, եթե ոչ մոռացության տալու, ապա հույս ներշնչելու, որ ինքը այն լիդերն է, որը բերել է կամ որը լուծել է այսպես կոչված Խոջալուի զոհերի վրեժը։ Իհարկե մենք ունենք վստահաբար մեր պատկերացումներ այդ իրադարձությունների մասին եւ այստեղ զոհեր ասված եւ մնացածը ես ասում եմ պայմանական։ Եվ հիմա Ադրբեջանի իշխանությունների այս վարքագիծը հատկապես այս իրադարձությունների ֆոնին, ընդ որում մենք կհիշենք, որ յուրաքանչյուր այցելություն դեպի Արցախի տարածք ուղեկցվել է այսպիսի հռետորաբանությամբ, եթե չասեմ նախկինում եւս հնչած տարբեր առիթներով այսպիսի հռետորաբանություն է, բայց հատկապես Արցախում այս հռետորաբանությունը որոշակի երանգներ է ստանում եւ այդ երանգները ուղեկցվում են հատկապես սպառնալից հայտարարություններով Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հաջորդը, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք, դա ուղղված է Հայաստանի ժողովրդին, որպեսզի Հայաստանի ժողովուրդը իր մեջ մերցնի պայքարելու եւ դիմադրելու կարողությունը, ցանկությունը եւ այն, որ Ադրբեջանում հաճախ խոսում են այսպես կոչված ռևանշիզմի մասին, ահա ադրբեջանցիների նպատակն է հայերի մեջ ոչնչացնել ռևանշիզմի, այդպես ռևանշիզմը ասվածը ինքնին շատ այսպես արհեստական հասկացություն է, որովհետեւ մեր խնդիրը ոչ թե պարզապես ռևանշիզմն է, այլ մեր խնդիրը պատմական արդարության վերականգնումն է։ Հիմա ադրբեջանցիների հաջորդ նպատակը, ինչպես նշեցի, այս ռևանշիզմի
ձգտման, իսկ մեր ընկալմամբ պայքարելու եւ դիմադրելու ցանկության ոչնչացում։ Պարոն Եվ Պողոսյան, հաջորդը Հայաստանի իշխանություններին ստիպելու գնալու այնպիսի զիջումների, որոնք Ադրբեջանը հռչակել է իր համար ռազմավարական նպատակներ, իսկ այդ ռազմավարական նպատակները հակընդդեմ են Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերին, եթե չասեմ Հայաստանի Հանրապետության որպես կենսունակ պետություն գոյությանը։ Պարոն Պողոսյան, այդուհանդերձ դուք որևէ ակնկալիքներ ունեք հայ-ադրբեջանական առաջկա բանակցություններից։ Գիտեք, սրանք իմ կարծիքով սրանք բանակցություններ են բանակցությունների համար։ Նախկինում եւս մենք ունեցել ենք իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ընդամենը մեկ քայլ է մնացել մինչև հաղորդության պայմանագիրը։ Բնականաբար պրակտիկ քաղաքականությունը հուշում է եւ ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ սա այն խնդիրը չէ, որը հնարավոր է մի քանի հանդիպումներով լուծել, սա այն խնդիրը չէ, որը կարելի է մեկ փաստաթուղթ ստորագրելով լուծել։ Հետևաբար, այսպես լուրջ պաթոսախառն սպասելիքներ ունենալ այս հանդիպումից կարծում եմ անիմաստ է, սա լինելու է հանդիպում, եթե չասեմ հերթական հանդիպում, իսկ խաղաղությամբ այսպես կոչված պայմանագիրը իմ կարծիքով դեռ հեռու է իրականություն դառնալուց։ Եվ պարոն Պողոսյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակահատվածում մեջբերեմ թե կառավարության նիստը, թե ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցը ընդգծում էր, որ շատ հավանական է համարում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Արդյոք պատերազմի վտանգ կա եւ Փաշինյանի նման հայտարարությունը ինչ նպատակ ունի։ Դա գուցե կանխարգելիչ բնույթի է, ինչպես դուք կմեկնաբանեք։ Իհարկե, պատերազմի հավանականությունը երբեք չի նվազել, եթե չասեմ, որ տարբեր էպիզոդներում այն չափազանց բարձր է դառնում։ Ես նշեցի, որ Ադրբեջանի քաղաքականությունը եւ քաղաքական գործիքակազմը հենված է հիմնականում երկու կարևոր սկզբունքների վրա՝ ուժի կիրառում եւ ուժի կիրառման սպառնալիք։ Սա Ադրբեջանի դիվանագիտական եւ քաղաքական հիմնական զինանոցն է եւ այն գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ գործելու է, քանի դեռ ապահովելու է արդյունք։ Այն պահին, երբ այս գործիքակազմը չի աշխատի, այդ պահից սկսած Ադրբեջանի քաղաքական եւ դիվանագիտական զինանոցը կսկսի տրանսֆորմացվել։ Ամենայն դեպս հիմա այն աշխատում է, հետևաբար պատերազմի հավանականությունը մշտապես լինելու է բարձր, եթե չասեմ չափազանց բարձր։ Փաշինյանի հայտարարությունը ես կարծում եմ ունի երկու հիմնական, այսպես ասենք, ուղղություն։ Առաջինը գտնվելով արևմտյան մայրաքաղաքում, եթե չասեմ Հայաստանի Հանրապետության համար ներկա պահի հիմնական ռազմաքաղաքական գործընկեր պետության մայրաքաղաքում փորձ է արվում այսպես հնարավորինս հատկապես Ֆրանսիայի կողմից ապահովել օժանդակություն, այդ օժանդակությունը կլինի տրաֆարետային, թե բովանդակային իմաստով խորքային, սա հարցի մյուս կողմն է, բայց մենք տեսանք նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցելություն Հայաստան, սրանք կարևոր են, իրականում կարևոր, բայց Փաշինյանի հայտարարությունը գոնե ինձ համար նաև տարօրինակ էր այն իմաստով, որ տևական ժամանակ հենց Փաշինյանը եւ իր թիմն էին հայտարարում, որ մենք մոտենում ենք խաղաղության դարաշրջանին եւ որ Ադրբեջանը եւս կառուցողական է տրամադրված դրան։ Եթե կհիշեք, մեզանից շատերը երբ խոսում էին պատերազմի հավանականության մասին եւ խաղաղության այսպես կոչված պայմանագրի ֆիասկոյի մասին, մեզ քիչ էր մնում մեղադրեին այսպես դավաճանության մեջ, թե մենք գնում ենք խաղաղության, դուք ինչեր եք հայտարարում։ Իրականությունը այն է, որ իրենք եւս ստիպված եղան առերեսվել իրականության հետ, որը այլևս թաքցնել հնարավոր չէ, եւ խոստովանել, բայց այս խոստովանությունը այսպես չարագույժ խոստովանություն է այն իմաստով, որ որքան մոտենում է պատերազմի հավանականությունը եւ Ադրբեջանի կողմից կիրառման սպառնալիքը, այն ժամանակ է, որ նրանք հայտարարում են հնարավորություն չտալով ավելի վաղ ժողովրդին զինված լինել տեղեկատվությամբ եւ
պահանջել իշխանություններից կատարել համապատասխան քայլեր, կազմակերպել եւ կազմակերպել, ինքնակազմակերպել եւ այլն, որը կբարձրացներ ժողովրդի հասարակության դիմադրողականությունը, որը ապիորի կենթադրել նաեւ պետության դիմադրողականության բարձրացում։ Ցավոք սրտի, այսպիսի հայտարարությունները կատարում են այն ժամանակ, երբ պատերազմի հավանականությունը չափազանց բարձր է դառնում եւ նույնիսկ պահեր են լինում, երբ այսպես օրերի կամ ժամերի խնդիր է լինում, թե երբ կսկսվեն ակտիվ ռազմական գործողությունները։ Այս երկու հիմնական ասպեկտներն են, որով պետք է դիտարկել Փաշինյանի այս հայտարարությունը։